Ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, հունիսի 5-ին Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել Արմեն Պետրոսյանի «Մենչի դստեր» Էլինայի հարսանյաց արարողությունը։ Էլինան իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ նուրբ ու էլեգանտ հարսի կերպար էր ընտրել իր համար։ Էլինան հրապարակումներից մեկում նաև ցույց էր տվել իրենց ամուսնական մատանիները։ Առաջարկում ենք ձեզ դիտել հարսանիքի ֆոտոշարքից մի քանի լուսանկար։ Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է։ Հասա նրան, որ այսօր Էլինան ամուսնանին է։ Շատ հետաքրքիր, էմոցիոնալ, տարօրինակ ինչ-որտեղ զգացմունք։ Մի խոսքով, Աստված բոլորի ընտանիքներին բերի նման երջանկություն։ Ինչ սիգարներ են ծխելու այսօր մեր հյուրերը։ Այսօր Ավոյուվեզյան սիգարներ, Ռոմեո և Ջուլիետ, տեսակ Դոմինիկան, Նիկարագուան, Հոնդուրաս սիգարներ, այս 1914-ի Ford Model T մեջ են, պիտի հյուրասիրենք սիգարները, 111 տարեկան մեքենայի մեջից։ Այո։ 111 տարեկան մեքենայի մեջից սիգար ծխած կաք։ Սրտի տանիքներով հաղորդման հերթական հյուրը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն էր։ Հաղորդման ընթացքում Մենչը խոսել է տարբեր թեմաների մասին, այդ թվում կնոջ հետ ծանոթության, մեծ սիրո և իր ընտանիքի մասին։ Քրիստինայի հետ ծանոթացել եմ Երևանում, շատ պատահական։ Մի ամսով Մոսկվայից եկել էի Երևան ու նենց ստացվեց, որ այդ ծանոթությունը դարձավ պատճառ, որ հետ չգնացի Մոսկվա։ Մնացի Երևանում ու արագ ամուսնացանք 1 տարվա ընթացքում։ Կար տարբերակ գնալու Մոսկվա, բայց ստացվեց էսպես։ Մեր տղաներից շատերը մնացին Մոսկվայում։
Մենք էլ ամուսնությունից հետո լուրն իմացանք, որ Էլինան պետք է ծնվեր, ու ես մնացի, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես չգիտեմ, եթե գնայի, հնարավոր է ավելի լավ լիներ, կարող է եւ ոչ։ Այո, ես այդ ժամանակ հայտնիություն ունեի, բայց Քրիստինան ինձնից 10 տարի փոքր էր։ Իրեն էլ երբեմն գնում ու ինչ-որ վատ բաներ էին պատմում իմ մասին, ու ես փորձում էի նրան հեռու պահել ու այնպես անել, որ իրեն դիսկոմֆորտ չլինի, անկեղծացել էր Արմեն Պետրոսյանը։ Մենչը նաև անդրադարձավ կնոջ երիտասարդ տեսք ունենալուն, նշելով հետևյալը. Հիմա երբ աղջիկս մեծացել է, իրենք ոնց որ երկու քույրիկներ լինեն։ Հիմա շատ եմ լսում, որ չեն ուզում ամուսնանալ։ Ես դա չեմ հասկանում։ Մարդու տեսակից է։ Ես մի քիչ հիմա շատ եմ կարևորում այդ ամուսնանալու փաստը։ Մանավանդ երեխեքս արդեն մեծացել են ու դարձել են ընկեր, ու ամեն օր մի քիչ լարվում եմ հասկանալով, թե ինչերից են սկսում խոսել հետդ ու ինչ հարցեր են տալիս։ Արդեն 22 տարի է ես ու կինս միասին ենք։ Մեր ընտանիքում բոլորս մի նպատակ ունենք՝ ապրել լավ ու ամեն մեկս մեր նպատակներին հասնել։ Ես ու կինս էլ վիճում ենք, բայց մեզանից ոչ մեկ չի գոռում։ Շատ հազվադեպ կարող է պատահել այնպես, որ ես գոռամ։ Ես էլ կնոջս շատ քիչ առիթ եմ տվել լաց լինելու համար։ Մենք շատ ենք նմանվել իրար, ավելի շատ ինքը ինձ, քանի որ նենց է ստացվել, որ Քրիստիկն իմ հետ ավելի շատ է ապրել, քան իր հայրական տանը։ Կինս ինձ մոտիվացնում է։ Ինքը շատ մեղմ ու հանգիստ մարդ է, կոնֆլիկտային չի ու ես չեմ կարող հավատալ մի պատմության, որտեղ իր պատճառով կոնֆլիկտ կառաջանա։ Այսօր նաև ես շատ կարևորում եմ իր ու երեխաներիս կապը։ Եթե ես ընկեր եմ, ապա ինքը քույրիկ է։ Երեխեքի համար ինքը ընկեր է, դրա համար էլ աղջիկս երբ սիրահարվեց, առաջինը իրեն էր ասել։ Նոր ինքը զանգեց ինձ հեռվից նախապատրաստում էր, թե ինչ ա լինելու։ Բայց երբ իմացա իմ մեջ ամեն ինչ խառնվեց իրար, 3 օր չեմ քնել։ Իրենք իրար այնքան նման են ու այնքան շատ են սիրում, որ ամեն ինչ ընդունեցի ու անցա առաջ։ Անկեղծացել էր Արմեն Պետրոսյանն ու խոսել նաև իրենց ընտանիքում խնայող լինելու մասին։ Քրիստիկն այնքան հանգիստ է տան այդ բոլոր հարցերով, որ եթե դու իրեն հարցնես մեր այս ամսվա լույսի վարձն ինչքան է, ինքը չգիտի։ Երեխաներս մինչև ինչ որ ժամանակ հասնել է, երբ փող էին ուզում ինչ տայր իրենց, իրենք այդքան կծախսեին։ Դա տևեց մինչև այն պահը, երբ իրենք սկսեցին աշխատել ու հասկացան, ինչ դժվարությամբ ու ինչ գին ունի աշխատանքը։ Հետաքրքիր զգացողություն է, որ իրենք այս մի տարուց ավելի է ինձանից գումար չեն ուզում։ Տղաս 16 տարեկան է, որոշեց ու մեքենա գնեց։ Ինքը ուզեց, ինքը գնաց ու առավ, հիմա քշում է։ Ու ես, որ ասում եմ, գոնե գումարի մի մասը ես վճարեմ, չի թողնում, ասում է ես եմ գնել, ես էլ կվճարեմ, հարցազրույցի ընթացքում նշել էր Արմեն Պետրոսյանը։